Եղբայրներ քուրեր ջան, ամեն բանից առաջ Տիրոջը փառք։ Փառք իրան, իր ներկայության համար։ Փառք իրան, որ ինքը մեր մեջ է, իր գործը, այն որ նպատակ ունի, ինչպես եղբայրը հիշեցրեց, վերջն հասնելու համար սրտանց Տիրոջը փառք։ Եղբայրներ քուրեր, ես մի բանի մասին եմ ուզում միասին կիսվենք, այս մասին եղել է, որ նորից զրուցել ենք, բայց կարծում եմ անհրաժեշտ այսօր էլ միասին նայենք, կարդամ այդ տեղը Գաղատացիս թղթից 6-րդ գլուխ 7-ից 8-րդ խոսքերը կարդամ։ Մի խաբվեք, Աստված չի ծաղրվիլ, որովհետև ինչ որ մարդը սերմե, այն էլ կհնձե։ Իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կհնձե, եւ հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանքը կհնձե։ Ակիր է եղբայրներ քուրեր, Տիրոջ խոսքն ասում է մի խաբվեք։ Եկ հաճախ ելնում է թե միտքա, թե կողից ասում են սա, որ այն որ ասում են վերջում լավ կլինի, վերջում լավ ալնելու, ամեն բան լավ ալնելու։ Բայց Սուրբ Գիրքն ասում է մի խաբվեք։ Այն որ ցենց արտահայտություն կա, վերջում Տերը կգա, կմաքրի ինձ, կսրբի, կտանի։ Մի խաբվեք, Աստված չի ծաղրվում։ Եվ տեսեք, այստեղ ասում է, որովհետև բացատրում է ինչն է նպատակը այդ խաբվելու, ասում է, որովհետև ինչ որ մարդը սերմի, այն էլ կհնձի։ Ես շատերս սերմի ցանելու, գյուղատնտեսական գործ անելուց տեղյակ ենք։ Ինչ որ ցանես, այդ է սնձելու։ Այսինքն հնարավոր չի մի բան ցանես, ուրիշ բան հնձես։ Եվ առաքյալն այդ մանի մասին ասում է, որովհետև ինչ որ մարդը սերմի, այն էլ հնձելու է։ Եվ շարունակության մեջ ասում է, մարմնի մեջ սերմողը ինչ հնձելու, մարմնից ապականություն կհնձի։ Եվ շարունակության մեջ ասում է, եւ հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Ես ուզում եմ այս խոսքի վրա մեր ուշադրություն դարձնել հոգու վրա, հոգու մեջ սերմողը։ Նայեք, ուշադրություն դարձեք, Սուրբ Գիրքը ես միտեղ կուզեմ ուղղակի նայենք, ոնց կարա լինի, ոնց ես ու դու մեր հոգու մեջ սերմանում, ոնց ենք սերմանում։ Կուզեմ ուղղակի միտեղ կարդալ, որ գրված է Երկրորդ Օրինաց գրքի 17-րդ գլխի մեջ, 17-րդ գլուխ 18 խոսքից կարդամ։ Եվ լինի իր թագավորության աթոռի վրա հենց որ նստե, այս օրենքի օրինակի այն գիրքը Ղևտացի քահանաների մոտ է, այն իր մոտ մնա։ Կներեք նորից կարդամ, եւ լինի որ իր թագավորության աթոռի վրա հենց որ նստե, գրի այս օրենքի օրինակ այն գիրքը, որ Ղևտացի քահանաների մոտ է, եւ այն իր մոտ մնա, իր կյանքի բոլոր օրերումը կարդա, որպեսզի սովորե իր Եհովա Աստվածանից վախենալ, այն օրենքի բոլոր խոսքերը պահել, այն կանոնները զգուշությամբ կատարել, որ իր սիրտը իր եղբայրների վրա չպարտանա, այս պատվիրանքներից աջ ու զաղ չխոտորվի, որ իր թագավորության վրա երկար կյանք ունենա Իսրայելի մեջ ինքը եւ իր որդիքը։ Եղբայրներ քուրեր, ուշադրություն դարձնում ենք պատվեր կար, երբ որ Իսրայելի մեջ թագավոր էին ընտրվում, երբ որ թագավորության մեջ ընտրվում էին թագավոր, ինչ պետք է անեին։ Այդ օրենքի գիրքը, որ Ղևտացիների մոտ էր, պետք է վերցնեին, գրեին, վաղ տպագրելու հնարավորություն չկար, գրեին ձեռքով, եւ ինչ պետք է արվեր, եւ ասում է այս օրենքի այլ ինչ պիտի աներ, իր կյանքի բոլոր օրերում կարդա, իր կյանքի բոլոր օրերի մեջ կարդա, որպեսզի հետևանքը, որպեսզի ինչ անի, իր Եհովա Աստվածանից վախենա, այս օրենքի բոլոր խոսքերը պահի, այն կանոնները զգուշությամբ կատարի, եւ իր սիրտն էլ իր եղբայրների վրա չպարտանա։ Եղբայրներ քույր, տենում ենք Տիրոջ խոսքը մեզ ասում է, որ երբ որ կարդա ամեն օր, կարդա այդ օրենքի գիրքը, որ ինչ կատարվի, որ ինքը իր Աստվածանից վախենալ սովորի, իր Աստծո երկյուղը իր սրտի մեջ լինի,
Եվ շարունակության մեջ էլ ասում է, որ իր սիրտն էլ իր եղբայրների վրա չպարտանա։ Այսինքն, մենք ստեղից մի բան ենք հասկանում, թեկուզ մեզ Աստված վերստին ծնունդ է պարգև, շատերը ստեղ վերստին ծնված են։ Ինձ ու քեզ Աստված կյանք է շնորհել, բայց աճելու համար, պտուղ տալու համար անհրաժեշտ է իր խոսքը։ Անհրաժեշտ է, որ քո իմ աչքերի առաջ միշտ լինի։ Եղբայրներ, որ հաճախ անտեսվում է մեր կողմից։ Հաճախ մենք մտածում ենք, լավ այսօր չեմ կարող, այսօր ժամանակ չունեմ, այսօր գործերը շատ են, եւ ինչ պատճառներով անտեսվում է։ Եղբայրներ, եւ չենք սերմանում մեր հոգու մեջ այդ խոսքը, որ ինչ կարանի, որ կարա մեր հոգիները ապրեցնի։ Այսօր անհրաժեշտ է, եղբայրներ, այն պատվերը, որ Աստված է տվել, ես ու դու չանտեսենք, ես ու դու չարհամարենք։ Նայեք, կարդամ, օրինակ գրվածած երկրորդ Տիմոթեոսի թղթի մեջ մի հատ համար կարդամ 3-րդ գլուխ 16-17 խոսքերն եմ ուզում կարդամ։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 16-ից 17 խոսքերը։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին պատվեր է տալիս. ամեն գիրք աստվածաշունչ են, օգտակար վարդապետության, հանդիմանության, ուղղելու, արդարության խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործի համար պատրաստված։ Ամեն աստվածաշունչ գիրք, այսինքն այդ 66 գիրքը օգտակար է ինչի համար, խրատելու, ասում եմ, օգտակար է մեզ ուղղելու, արդարության խրատելու համար, հանդիմանելու համար, այդ խոսքը իմ մեջ, քո մեջ ընկնելով, մեզ ուղղում է, եղբայրներ։ Այդ խոսքը մեզ խրատում է, շտկում է, որ Աստծո մարդը կատարյալ լինի եւ ամեն բարի գործի համար պատրաստ լինի։ Թող Աստված մեզ օրհնի, եղբայրներ, որ սա հասկանանք, Աստծո խոսքով է մեր մեջ սերմանվում։ Հոգու մեջ ես ու դու սերմանում ենք, երբ որ այդ խոսքը իմ ու քո աչքերի առաջ ամեն օր լինում է, ամեն օր կա։ Այդ խոսքը ես ու դու մեր հոգու մեջ սերմանում ենք։ Օրինակ երկրորդը ես կուզեմ, օրինակ մի համար էլ կուզեմ սա վերաբերյալ կարդալ, որը գրված է երկրորդ Օրինաց 11-րդ գլխի մեջ։ Նայեք ինչ են կարդում։ 11-րդ գլուխ 18-ից 21 խոսքերը կարդամ։ Եվ այս իմ խոսքերը սրտիդ եւ հոգուտ մեջ դիր, եւ նրանց նշանի համար ձեր ձեռքերի վրա կապեցեք, նրանք ճակատոնոց լինին ձեր աչքերի մեջ տեղումը, եւ ձեր տղայոց սովորեցրեք նրանց, որ նրանցից խոսեք տանդ նստած ժամանակ, ճանապարհը գնացած ժամանակ, պարկելու եւ վերկենալու ժամանակ, եւ գրիր նրանց քո տան դրանդիկների վրա, դռների վրա, որպեսզի շատանան քո օրերը, քո որդկանց օրերը այս երկրի վրա, որ Եհովան ձեր հայրերին երթում արավ նրանց տալու համար, իբրև երկնքի օրեր երկրի վրա։ Եղբայրներ, ուշադրություն դարձեք, ասում է Տիրոջ խոսքը, այս խոսքերը սրտիդ եւ հոգուտ մեջ դիր։ Եղբայրներ, այսօր ես ու դու կարիք ունենք այդ խոսքը, որ Աստված է պատվեր տվել, որ իր խոսքը մեր աչքերի առաջ լինի, դնենք մեր սրտերի մեջ, պահենք մեր սրտերում, եւ սա իմ ու քո հոգու համար օգտակար պիտի լինի, հոգու մեջ կսերմանես դու, վերջում հավիտենական կյանք պիտի հնձենք, եղբայրներ, երբ որ այդ խոսքը իմ ու քո աչքերի առաջ լինի ամեն ժամանակ։ Ես ուզում եմ ուղղակի շացնել, եղբայրներ, օրինակ նայեք, սուրբ գիրք, ասում են, որ թռչունն է, չէ՞, օրինակ թռչունը մի թևով չի կարա թռնի, չէ՞, իրան երկու թև է պետք։ Այտենց էլ մենք հոգու մեջ սերմանելու համար պետք է աղոթքին ժամանակ տրամադրենք։ Ես դու քո Աստծո հետ հաղորդակցվելուն ժամանակ պիտի տրամադրես, աղոթքով իր երեսը պիտի փնտրես։ Եղբայրներ, օրինակ ես նայում եմ, որ շատ կարևոր է այսօր մեր համար օրինակ է Տեր Հիսուսը։ Ինքը լինելով Աստծո որդի, եղբայրներ, ինչքան մեր ժամանակ տրամադրում։ Ինչքան մեր ժամանակ տրամադրում իր հոր հետ շփվելու, հաղորդակցվելու համար։ Եվ
ինքը մեզ օրինակ է տվել սանում, որ եթե դու ուզում ես հոգևոր մարդ լինես, հոգու մեջ սերմանես, քեզ անհրաժեշտ է, շատ անհրաժեշտ է ներքին սենակի մեջ իր երեսը փնտրել։ Իր ներկայությունը քո սիրտը լցվի, եւ տեսեք շատ սուրբեր իրանց կյանքի մեջ այդ բանն ասել են։ Եղբայրներ քուրե հիշեցնեմ Դավիթը Սաղմոսի մեջ գրում է 63 Սաղմոսի մեջ, որ ինքը թագավոր մարդ լինելով ասում է Աստված իմ առավոտանց կանուխ քեզ եմ ման գալիս, հոգիս սարավա քեզ։ Եղբայրներ քուրե կարդում ենք շատ տեղերում էլի գրում է Դավիթն ասում է 17-րդ Սաղմոսի մեջ 17-ի 15 խոսքի մեջ ասում է ես այդ տեղը կարդամ, ասում է նայեք այդ հիշացնեմ այդ տեղը, ասում է Եվ ես արդարությունով կտեսնեմ քո երեսը, երբ արթնանամ, կկշտանամ քո նմանությունով։ Հետաքրքիր է Դավիթի նպատակը որն էր, եղբայրներ քույր, արթնանումը, ինչ ավելի կարևոր գործեր չէ, թագավոր մարդը ինչքան խնդիրներ կունենա իր թագավորության մեջ։ Ասում է, բայց երբ որ արթնանամ, քո դեմքից պիտի կշտանամ։ Այսօր դու որպես քո հոգին, իմ հոգին կարիք ունենք եղբայրներ քույր Աստծմով կշտանալու, իմ ու քո ներսը նորոգվելու կարիք ունենք, եւ սա համար ինքն է քեզի պետք, ինքն է մեզի պետք եղբայրներ քույր, եւ տենում ենք եղբայրն էլ հիշացրեց Տեր Հիսուսի ամենակարևոր նպատակն էր հոր հետ հաղորդակցվելը, հոր հետ շփվելը եւ եղբայրներ քույր այսօր էլ թող Տերն օգնի ինձ էլ քեզ էլ որ այսօր իմանանք մեր հոգին ապրելու համար կարևոր է նրա հետ շփումը, նրա հետ հաղորդակցությունը, որ այսօր ես ու դու կարող է հաճախ անտեսել ենք ու անտեսում ենք։ Եվ դրա համար ես ու դու այն ինչ որ ցանում ենք, դա էլ հնձում ենք եղբայրներ քույր, այն ինչ որ դու առաջ ցանել ես քո երիտասարդության ժամանակ, այսօր դու հնձում ես եւ սա համար եղբայրներ քույր այսօր էլ մեզ պետք է ցանենք այն, որը Տերը պատվեր է տալիս Տիրոջ խոսքով մեր հոգիների մեջ սերմանենք եւ ինչպես Տիրոջ խոսքում գրված է հոգու մեջ սերմես հոգուց հավիտենական կյանք պիտի ընձենք։ Եղբայրներ քույր, ես ուղղակի կուզեմ հաճախ ասում ենք, էլի, հաճախ ասում ենք, որ ժամանակ չունենք։ Դե ժամանակ չկա Սուրբ Գիրք կարդալու, ժամանակ չունենք աղոտ քանելու։ Ասենք շատ զբաղված ենք, հոգսեր ունենք, ամեն մեկս ասենք որոշները շատ ընտանիք մեծ է իրանց ընտանիքը, ժամանակ չունեն։ Բայց եղբայրներ քույր, ես ասեմ, բայց մենք այսօր չունենալով ժամանակ հաճախ գտնում ես ամեն ինչին ժամանակ, քո մարմնի համար, ես իմ մարմնի համար գտնում ենք, կարում ենք ստեղծել այդ ժամանակը։ Օրինակ, ես ասեմ եղբայրներ քույր, ընտանիքիդ համար հաճախ դուն ես ժամանակ։ Ասենք, եթե կարում ես կազմակերպես ընտանիքի տեղ տանես, ինչ ունես ժամանակ, կարում ես ընտանիքիդ հետ հավաքես, դրա համար կարում ես ժամանակ գտնես։ Ժամանակ ունենք ընկերների համար։ Ընկերը տա, եղբայրը տա, քուրը տա, ունես հանրավոր, եթե մի բանը խնդրում ա, կարում ես մի ձև ժամանակը հարմարացնես, իրան օգնես։ Օրինակ ժամանակ ունենք հանգստանալու, տեղ գնալու, չէ՞, ինչքան մարմնի համար, ամեն բանի համար, հանգստի համար տեղ ունենք, գնալու ժամանակ ունենք, կարում ենք ստեղծենք, եղբայրներ քույր, բայց գալիս է, որ Տիրոջը տալու, Տիրոջ տուն գնալու ժամանակ, կարծես տենում ենք չունենք, զբաղված ենք, շատ գործեր ունենք։ Եղբայրներ քույր, թող Տերն օրհնի մեզ, որ մենք մեր գործերին կարում ենք ժամանակ տրամադրենք, մեր առօրյային կարում ենք ժամանակ տրամադրենք, բայց գալիս է իմ ու քո ներսի հոգու համար ժամանակ չունենք։ Հետո էլ գալիս է սա, որ տենում ես այն ինչ որ ցանում ես, դա էլ հնձում ես։ Եղբայրներ քույր, այսօր կարևոր է հոգու մեջ սերմանելը, որ մենք հաճախ անտեսում ենք, հոգու մեջ սերմանելը, որ այսօր էսի ինձ ու քո հոգու համար փրկության պատճառ է։ Եղբայրներ քույր, ստեղծում ենք մեր հոգու, մեր մարմնի համար, ամեն բանի համար ժամանակ ստեղծում ենք։ Բայց թող Տերն օրհնի եղբայրներ քույր, որ մենք մեր մարմնի, մեր հոգու համար ժամանակ տրամադրենք։ Ես ուղղակի կուզեմ միտեղ հիշացնել, օրինակ առաջի Տիմոթեոսի թղթի մեջ տեսեք գրում է, առաքյալը այդ մասին ասում է Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է 4-ի 7-8-րդ խոսքը 7-ից կարդամ, 7-ի վերջից կարդամ, ասում է երկրորդ մասից, բայց վարժեցու քո անձը։ Վերևում կարդում ենք պիղծ եւ ու պարավական առասպելներից յետկած, բայց վարժեցու քո անձը աստվածապաշտությամբ,
որտեղ մարմնի վարժությունը քիչ բանի համար օգտակար է, բայց աստվածապաշտությունը ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմյան եւ գալու կենաց խոստմունքը, փառք Տիրոջը։ Եղբայրներ, ուշադրություն դարձեք, առաքյալը գրում է, ասում է, վարժեցու քո անձը ինչին, աստվածապաշտությամբ։ Այսօր գիտեք, եղբայրներ, մենք հաճախ մի 5 րոպե աղոթք ենք անում, ոտներս ցավում է, ասենք կամ չենք կարում շուտ զարթնենք, ժամանակ տրամադրենք, ասում է վարժեցու, սովորացու քո անձին։ Այս մարմինը, չէ, ասենք սովոր չի։ Իրան լավ լինի, բայց առաքյալը Տիմոթեոսին պատվիրում է վարժեցու քո անձը աստվածապաշտությամբ, օրինակ եւ շարունակության մեջ ասում է, որտեղ մարմնի վարժությունը քիչ բանի համար է օգտակար։ Այսօր հաճախ մենք եղբայրներ, ասեմ, շատերը կարող է ստեղել մեր մեջ ներկա են, ասենք իր մարմնի առողջականի կամ ֆիզիոնոմիան լավ լինելու, այդում են ֆիթնես, չէ, ամեն ինչ անում են, որ իր մարմնի համար լավ լինի։ Եղբայրներ, բայց այսօր կարևոր է քո իմ հոգին, որ այսօր պետք է ես ժամանակ տրամադրեմ։ Առաքյալը ասում է, որ մարմնի վարժությունը քիչ բանի համար է օգտակար։ Բաներ կա, օգտակար են, բայց քիչ է, բայց աստվածապաշտությունը ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմյան եւ գալու կենաց խոստմունքները։ Սա համար եղբայրներ, թո Աստված մեզ օգնի, որ մենք էլ տեղ տանք Աստծո խոսքին, աղոթքին ժամանակ տրամադրի։ Հոգուց մեզ սերմանի, կհնձես հետո, եղբայրներ, թո Աստված մեզ բոլորիս օգնի, եւ ես մի երկու օրինակ բերեմ եւ սանով կավարտեմ խոսքս։ Ուղղակի ուզում եմ հիշեցնել ձեզ։ Հիշում եք Հեսուն պատանի էր։ Հեսուն Մովսեսի հետ էր լինում։ Երբ որ Մովսեսը գնում էր խորան Աստծո ներկայության մեջ, այդում էր Աստծո հետ հաղորդակցվելու։ Ինքն էլ Հեսուն էր գնում։ Երբ որ Մովսեսը դուրս էր գնում այդ խորանից գնալով, որ ժողովրդին պատգամ պետք է հայտարարեր, ինչ որ Աստված իրան ասել էր, խորանի մեջ մնում էր Հեսուն։ Ինչ էր անում, հա։ Մենք հասկանում ենք, այնտեղ Աստծո ներկայության մեջ Աստծով էր հիանում, Աստծով էր իր հոգին սնվում, ոնց որ հոգում մեջ սերմանում էր։ Եվ հետո տենում ենք եղբայրներ, ինչ հնձեց ինքը։ Ինքը իր կյանքի մեջ ինքը տարավ Իսրայել ժողովրդին խոստացված երկիրը։ Ինքը լուրջ հաղթություններ ունեցավ, եղբայրներ։ Պատճառը մեկն էր, հոգու մեջ սերմանում էր։ Հոգուց էլ հնձեց, եղբայրներ, այսօր դու էլ ես էլ կարիք ունենք այսօր ժամանակ տրամադրելու, հոգու մեջ սերմանելու, որ հավիտենական կյանքը հնձենք։ Թո Աստված օրհնի, մի օրինակ էլ հիշեցնեմ, օրինակ հիշում եք Սամվելն էր մանուկ էր, չէ, իր ծնողը Աննան տանավ հեղի մոտ տաճարի մեջ ծառայություն անելու, եւ ինքը ծառայում էր հեղիին, անում էր բաներ։ Եղբայրներ, այսօր այնքան արժեքներ կա, որ մենք հաճախ գնահատում ենք այսօր աշխարհի մեջ, բայց ավելի կարևոր արժեք կա, որ դու եւ ես պետք է գնահատենք։ Գիտեք, այսօր մեր մարմնի համար շատ արժեքներ ժամանակ ենք տրամադրում, բայց գալիս է մեր հոգու համար չունենք։ Ժամանակ չկա, ունես ամեն ինչին ժամանակ, բայց քո ներսը նորոգվելու համար չունենք ժամանակ։ Ցավոք, եղբայրներ, թո դրա համար Տերը մեր սրտերը շարժի, որ այդ ժամանակը որ թանկ է, որ այդ չես կարա բերես, տրամադրես Աստծուն, տաս Աստծուն, Աստված այդ գործն անի քո կյանքի մեջ, քեզ ինձ պատրաստելու, որ հավիտենության մեջ իր հետ լինենք։ Թո Աստված օրհնի, Սամվելն էլ եղբայրներ, ինքը մանուկ հասակից տարան հեղի մոտ, տաճարում ծառայություն էր անում։ Եղբայրներ, ինքը հոգու մեջ սերմանում էր։ Տաճարի մեջ Աստծով տենում էր հեղին իրան խորհուրդներ էր տալիս, սովորում էր Աստծուց, երբ որ մեծացավ, դառավ Աստծո մարգարե։ Աստված իրան պատվերներ էր տալիս։ Աստծո ժողովրդի մարգարե անում էր, ինչի համար, որտեղ սերմանել էր հոգում, հոգուց էլ հնձեց։ Աստծո շնորհքը իր կյանքի մեջ ավելացավ։ Եղբայրներ, մենք էլ Տոտեն օգնի ինձանից սկսած ես էլ դրա կարիքն ունեմ, որ ժամանակը թանկ ծախու առնեմ։ Ժամանակը այն, որ Աստված քեզ ինձ տալիս է թանկ են։ Ու ինչու ես ասում եմ, չես կարա հետ բերես։ Երեք անցավ գնաց։ Այսօր է հիմա մեր առջև դրված։ Թող Աստված օրհնի
ճիշտ վարվենք, ինչպես Մովսեսը կասեր, սովորացրում ես Տեր, անենց համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։ Թող Աստված էլ մեզ օշնի ու մեզ սովորացնի, որ այն ժամանակը, որ քեզ ինքը տալիս է, հոգուտ մեջ սերմանես։ Այն ժամանակը, որ ինձ տալիս է, ծախու առնենք, լցվենք Սուրբ Հոգով, եղբայրներ, չգիտես վաղը ինչ կլինի, չգիտես ինչ կգա քո կյանքի մեջ, եղբայրն ասես փորձություններ, դժվարություններ, չենք իմանում, բայց այն ժամանակը, որ Տերը տալիս է, ծախու առնենք, լցվենք Հոգով։ Հոգու մեջ սերմանի, վերջում հավիտենական կյանք պիտի ընծենք։ Ամեն։ Աղոթք։